Ողջույն սիրելիներ, այսօրվա ավետարանը բացահայտում է մեզ համար մի ճշմարտություն, որ ի հակադրություն Աստծո բարության աշխարհում ի հայտ է եկել մի երևույթ, որ չարությունն է։ Չարությունը Աստծո արարածը չէ, այլ արարածների հատկանիշ կարող է լինել։ Այսպես եւ այսօրվա ավետարանը պատմում է մի մանկան մասին, որ չար ոգիով բռնված էր։ Եվ նրա հայրը խնդրել էր տիրոջ աշակերտներին, որ բժշկեն, սակայն աշակերտները չէին կարողացել։ Սրան նախորդում է այն հանգամանքը, որ Տերը իր աշակերտներին իշխանություն էր տվել դևերի եւ հիվանդությունների վրա, սակայն այստեղ Տերը թույլ էր տվել, որպեսզի իր աշակերտները չկարողանան, որպեսզի հավատքի դաս տա։ Հայրը մանկան ասում է Տիրոջը. «Վարդապետ, աղաչում եմ քեզ, նայիր իմ որդուն, որովհետև իմ մեկ հատիկն է, ահա չար ոգին դեսուդեն է զարնվում նրա մեջ եւ հանկարծ գոչում է եւ նրան սաստիկ ցնծում է, թավալեցնում, փրփրեցնում եւ խորտակելով նրան հազիվ է հեռանում նրանից։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ով անհավատ եւ մոլորված սերունդ, մինչեւ երբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ, բեր այստեղ քո որդուն»։ Այսպես եւ Տերը շատ հետաքրքիր բան հայտնեց. այն, որ չարության արմատը Աստծուց հեռանալու հանգամանքն է, քանի որ մարդը Աստծուց հեռացավ, Աստծուն հակառակվեց եւ չարը գործեց, այսինքն բարուն հակառակ, Աստծուն հակառակ շարժում իրականացրեց, մեղք գործեց։ Ահա հենց այս շարժումն է, որ որակվում է որպես չար, ահա այս շարժման մասնակիցներն են, որ կոչվեցին չար, դևեր եւ սատանա։ Եվ նրանք, ովքեր որ մեղք են գործում, փաստորեն հետևում են այն երևույթին, որ չարությունն է, ընդունում են այն հատկանիշը, որ չարությունն է, որովհետև իրենց կյանքից հեռացնում են բարությունը։ Աստվածային հատկանիշը, որով ի սկզբանե Աստված օժտեց մարդուն։ Իհարկե Տերը բժշկեց մանկանը, խոսքով բժշկեց, հրամայեց եւ եղավ, ինչպես որ ի սկզբանե աշխարհն էր արարում։ Բժշկեց մանկանը եւ տվեց իր հորը, բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք դաս տվեց մանկան հորը եւ իր աշակերտներին, որ այն ամենը, ինչ որ մարդուն տրված է Աստծո կողմից, իրականանում է աստվածպաշտությամբ եւ բարությամբ։ Ըստև սիրելիներ, տեսնենք, որ մեր հավատքի կյանքում իհարկե շատ կարևոր հանգամանք կա Աստծո շնորհը։ Հարազատներ, մեր հոգևոր կյանքում փորձություններն ու նեղությունները ի հայտ են բերում մեր անձի հատկանիշը, որովհետև նրանք, ովքեր բարի հակումներ ունեն, ապա փորձությունների ժամանակ բարին են ի հայտ բերում։ Եվ սակայն նրանք, ովքեր չար հակումներով են, իրենց փորձությունների ժամանակ առավել չարանում են։ Եվ շատ կարևոր է ապաշխարության ընթացքը, որը միտված է ոչ թե պարզապես չար գործերը ապաշխարելու, այլ սեփական անձը փոփոխելու։ Ուստի հավատքով եւ բարին գործելու կամեցողությամբ, այսինքն ապաշխարելով, փորձենք հասնել բարության Աստծո արքայության։